Եթերում Էպիկենտրոն դրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Արա Աբրահամյանը, բարի երեկո։ Աշխատանքային այցով Բելգիայի թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանում հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար։ Հիշեցնելով, որ մայիսին Չիկագոյում կայանալիք խորհրդաժողովի ժամանակ քննարկվելու է 2014 թվականից հետո Աֆղանստանում ստեղծվելիք իրավիճակը, երբ աֆղանական ուժերն են ամբողջական պատասխանատվություն կրելու երկրի տարածքում անվտանգության ապահովման համար, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը նույնպես մասնակցելու է այդ քննարկմանը։ Նախագահ Սարգսյանը նշելով, որ Հայաստանը ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում, նաև նկատել է, որ արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործընթացը պաշտպանության, անվտանգության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ առած ներքին բարեփոխումների բաղկացուցիչ մասն են կազմում։ Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը համաշխարհային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում։ Անցյալ տարվա ամռանը Հայաստանը եռապատկել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։ Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ, օրինակ Ադրբեջանը դեմ է ցավոք սրտի դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը, ավելին ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի կոչերը։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը։ Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ 1 թշնամին աշխարհասփյուռ հայությունն է։ Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին։ Գլխավոր քարտուղարի հետ համեմիտ էինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով եւ բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման եւ անվտանգության համակողմանի երաշխիքների ապահովման միջոցով։ ՆԱՏՕ-ն ու Հայաստանը անվտանգության ոլորտում շատ ընդհանրություններ ու քաղաքական առաջնահերթություններ ունեն։ Մենք երկար տարիներ կառուցել ենք մեր երկխոսությունն ու համագործակցությունը։ Մեր հարաբերություններն իրենց ներդրումն են բերում տարածաշրջանային եւ եվրոատլանտյան անվտանգության ապահովման հարցում։ Թույլ տվեք ընդգծել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի դաշինքի համար, իսկ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ամերիկացի Ռոբերտ Բրատկեի, ֆրանսիացի Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարների եւ ներկա իրավիճակի մասին։ Երևան, Լեռնային Ղարաբաղ եւ Բաքու կատարած այցերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Բաքվից հայտարարություն են տարածել, որում արձանագրում են նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի եւ ինչպես իրենք են բնորոշում Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների արդյունքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեսպաններ Ռոբերտ Բրատկեն, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորն այսօր տարածած հայտարարությամբ ծանուցում են, որ կողմերին գործողությունների ծրագիր են ներկայացրել, որով կյանքի կկոչվի նախագահներ Մեդվեդևի, Սարգսյանի եւ Ալիևի հունվարի 23-ին Սոչիում արած համատեղ հայտարարությունը։ Համանախագահները ձգտում են օգնել կողմերին, որպեսզի նրանք արագացնեն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունը, որից հետո անցնեն խաղաղության կարգավորման համապարփակ նախագծի մշակմանը։ Համանախագահներն արձանագրել են նաև, որ այս այցերի ընթացքում իրենք կողմերի հետ քննարկել են, թե ինչպես պետք է իրականացնել Սոչիում հայտարարված նպատակները, հատկապես ճակատային գծի միջադեպերը հետաքննելու մեխանիզմները։ Նրանք քննարկել են նաև հակամարտող երկրների միջև շփումների միջոցով փոխըմբռնման հասնելու եղանակները եւ ինչպես անել, որ խաղաղության հասնելու գործընթացը չտապալվի քաղաքականացվելով կամ շահարկվելով։ Համանախագահները նախատեսել են մարտի 22-ին մեկնել Վիեննա եւ ԵԱՀԿ մշտական խորհրդին զեկուցել խաղաղության կարգավորմանը հասնելու համար ձեռնարկված վերջին քայլերի մասին։ Հայտարարության վերջում տեղեկացնում են տարածաշրջանում այսօր իրենց այցն ավարտած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։
Ադրբեջանի եւ Իսրայելի միջև կնքված խոշոր ռազմական գործարքի մասին լուրը քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում առաջացրեց մեծ աժիոտաժ։ Փորձագիտական շրջանակների դիտարկմամբ Ադրբեջանի համար այսօր առաջնայինը ոչ թե հայկական, այլ իրանական վտանգն է եւ իր տարածքի պաշտպանությունը հարավից։ Իսրայելից 1 միլիարդ 600 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա գնելու Ադրբեջանի որոշումը մեծ իրարանցում է առաջացրել տարածաշրջանում։ Ըստ այդմ, առաջիկա 4 տարիների ընթացքում Իսրայելն Ադրբեջանից սպառազինության լայն տեսականի, մասնավորապես անօդաչու թռչող սարքեր եւ հակաօդային պաշտպանության համակարգեր է մատակարարելու։ Մինչ իսրայելական մամուլը գրում է, թե սպառազինությունը գերազանցակպես Իրանի ռազմական ներուժի զսպանն է ծառայելու, պաշտոնական Բաքուն Իրանում իր դեսպան Ջավան Շերախունդովի շուրթերով հայտարարեց, թե գնվող ռազմական տեխնիկան օգտագործելու է միմիայն Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ։ Հայ փորձագետ Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը սակայն նշում է, որ գնվող սպառազինությունը առաջին հերթին ծառայելու է Իրանից սպասվող հնարավոր հարվածը զսպելու նպատակին։ Տարածված զենքի տեսականու եւ նաեւ Իրանի բավականին նյարդային ռեակցիան այդ գործարքի դեմ ցույց է տալիս, որ առաջերտին բնականաբար դա ուղղված է հենց Իրանի դեմ։ Լեռնային Ղարաբաղում սակայն կարող են օգտագործվել իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը։ Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը ունենալով սեփական արտադրության անօդաչու սարքեր, որոնցից մեկը ոչնչացվեց անցած տարվա սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում, դրանք ներմուծում է արտերկրից։ Սերգեյ Մինասյանի վստահեցմամբ իսրայելական զենք գնելու Բաքվի որոշումը պայմանավորված է հայ-ռուսական բարձր մակարդակի ռազմական համագործակցությունից բխող մտավախությամբ։ Դրա պատասխանը մասամբ կարելի ասել տրվել էր WikiLeaks-ի գաղտնազերծված նամակներից մեկում, որտեղ որ Իլհամ Ալիևը իր հանդիպման ժամանակ Բարձրաստիճան Միացյալ Նահանգների պաշտոնյայի հետ նույն այդ գործարքի մասին խոսելով ասել է, որ մենք երբեք չենք երաշխավորված այն իրավիճակից, որ եթե ինչ-որ մի իրադարձություն ստեղծվի Ղարաբաղյան հակամարտության գոտում կամ եթե Ռուսաստանը ներգրավված լինի ռազմական գործողություններում, ապա Ռուսաստանը ինչ-որ տեխնիկական միջոցներով այնպես չի անի, որ այդ սարքերը պարզապես չաշխատեն։ Պաշտոնական Երևանի մոտեցումը Ադրբեջանի ռազմական գործընկերների հանդեպ հստակ է։ Ինչպես Էպիկենտրոնին հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, Հայաստանի ուշադրությունից չի վրիպում այն փաստը, որ Ադրբեջանը հսկայական քանակությամբ սպառազինություն է ձեռք բերում, խախտելով սահմանափակումների մասին միջազգային պարտավորությունները, ինչի մասին էլ տեղյակ է պահվում միջազգային հանրությունը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտենում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալական բանակցությունների ավարտին։ Գաբալայի շուրջ բանակցությունների հարցում առկա է որոշակի տեղաշարժ, չնայած կան նաև վիճարկելի որոշակի պահեր, որոնք վերաբերում են վարձավճարին եւ վարձակալության պայմաններին։ Այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը եւ հավելել, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների համար Գաբալայի կայանի շուրջ բանակցությունները առաջնահերթություն են։ Ադրբեջանը պահանջում է բարձրացնել վարձավճարի գինը այն 7-ից հասցնելով 300 միլիոն դոլարի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ կայանի վարձակալական մասին համաձայնագիրը կնքվել է 2002 թվականին։ Պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին։ Ադրբեջանի իրավապահ մարմինները սկսել են անցած շաբաթվա վերջին Գուբա քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետաքննությունը։ Պարզվել է, որ քաղաքացիներին ապստամբություն դրդողը սոցիալական ցանցերն են։ Քաղաքը շարունակում են հսկել զինված իրավապահները։ Հիշեցնենք, որ երբ վրդովված գուբացիները այրել էին քաղաքապետի տունը եւ Կառավարության հյուրերի տունը, Ադրբեջանի նախագահի հրամանով հայտարարվել էր ոչ պաշտոնական արտակարգ իրավիճակ եւ քաղաքզորքեր մցվել։ Գործի են անցել ջրցան մեքենաները, կիրառվել էր արցունքաբեր գազ։ Իսկ գուբացիների վրդովմունքի պատճառ էլ դարձել տարածաշրջանի ղեկավար Ռուհաֆ Հաբիբովի իրենց հասցեին արած վիրավորական արտահայտությունը։ Պարզվել է սակայն, որ այդ արտահայտությունը Հաբիբովը արել է դեռևս 2011 թվականի նոյեմբերին, իսկ ելույթի մոնտաժված տարբերակը սոցիալական ցանցերում հայտնվել է այս տարվա փետրվարի վերջին միայն։ Ադրբեջանցի քաղաքագետները երկրում վիճակի սրման հիմնական մեղավոր են համարում հենց սոցիալական կայքերը, իշխանությանը կոչ անելով հետագա խնդիրներից խուսափելու համար արգելափակել դրանք։ Շարունակում ենք թողարկումը։ Հանրապետական կուսակցության համագումարում ոչ մի արտառոց բան չի լինի։ Այսօր հայտարարել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Գնահատելով առկա ներքաղաքական իրավիճակը, պատգամավորը նկատել է, որ դաշտում հիմա բոլորը լուռ են զբաղված կազմակերպչական աշխատանքներով, քանի որ քարոզարշավի եւ ընտրությունների մեկնարկը ամենևին էլ 7 սարի ետևում չեն։ Իսկ ժողովրդական կուսակցությունը ընտրություններին իր մասնակցության հարցը քննարկելու է համագումարից հետո։ Այսօր տեղեկացրել է կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Անձամբ նա մտադիր է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։
Ապագա խորհրդարանը ներկայիս պատգամավոր Հակոբ Հակոբյանն ուզում է լինի այնպիսին, որ ժողովուրդը դժգոհ լինի իր պատգամավորից եւ պահանջի խոստումները կատարել։ Թե կուսակցական ինչ համամասնություն կլինի նոր ազգային ժողովում, հանրապետական գործիչը դժվարանում է կանխատեսել։ Մի բան նրա համար պարզ է. նոր խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսը անպայման տեղ կունենա։ Ընտրությունների անցկացման վերաբերյալ ընդդիմադիր դաշտից հնչող թերահավատության եւ կանխատեսում գնահատականների մասով։ Ուրիշ ոչ մի ժողովուրդ չունի կի կոսեմ ահա։ Եվ այսօրվանից ասել այ տեսեք այս պայմանով ընտրությունները անարդար կդնեն, կարծում եմ չէ։ Դրա փոխարեն ասենք մեկ այլ այսպես սկզբունք իմ դուր ավելի շատ է գալիս, բերեք բոլորս լծվենք արդար ընտրություն անելու։ Կոալիցիա կազմելու հավանականության մասին էլ խոսելը վաղաժամ է, բայց Հակոբ Հակոբյանն այս ձևաչափը հասարակությանը համախմբելու միջոցներից է դիտարկում։ Նախընտրական դաշինք մեկ ցուցակում երկու կուսակցության ներկայացուցիչներ քաղաքական դաշտում հաշտ ու խաղաղ գոյակցելու համար է, բարձաբանում է պատգամավորը։ Պայմանական, ասենք հագին միացան 21 կուսակցություն մի ժամանակ, չէ՞։ Մենք ոչ մեկը ոչ մի բան չասեց, միացան լավ արեցին։ Միակը միացել է հանրապետականին կամ մակը բարգավաճին, ասում ենք ինչու միացան։ Միացան, որպեսզի իրար գնան քաղաքական վերարտադրությանը, որտեղ թեման ընտրություն է։ Նախընտրական դաշինքներին սկզբունքորեն դեմ է Տիգրան Կարապետյանը։ Ընտրություններին ժողովրդական կուսակցության մասնակցության որոշումը կայացվելու է համագումարից հետո, մարտի վերջին կամ ապրիլի սկզբին։ Բայց անգամ ընտրություններին մասնակցելու դեպքում ժողովրդական կուսակցությունը որևէ ուժի չի միանալու եւ դաշինք չի կազմելու։ Դաշինքավորվելը դա նորից ինչ-որ կոալիցիա ստեղծելու փորձեր են, որը մեր Հայաստան աշխարհում շատ են ընդունված, բայց գաղափարները չեն համապատասխանում։ Քաղաքական գործիչը համոզված է, այս ընտրությունները եւս կլինեն նույն ստանդարտով։ Խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնք վերևներից իր իսկ ձևակերպմամբ դաբրո ունեն։ Տիգրան Կարապետյանը մտադիր է պատգամավորության թեկնածու առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, Արտաշատի 17 ընտրատարածքից։ Գլխավորը որ ժողովուրդը, ասենք, իր գնահատականը տա, ժողովուրդն էլ հոգու մեջ գիտի դա ինչ է ընտրությունը։ Հանրահավաքներ ժողովրդական կուսակցությունն առայժմ չի պատրաստվում անցկացնել։ Ժողովուրդը դեռ պատրաստ չէ պայքարելու։ Տիգրան Կարապետյանի համոզմունքն է։ Հասմիկ Օհանյան, Հովհաննես Չապարյան, Էպիկենտրոն։ Այսօր առավոտյան ժամը 6:45-ից Արմավիա ընկերությունը դադարեցրել էր Երևան-Մոսկվա եւ Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը։ Ընկերության տեղեկացմամբ պատճառը Զվարթնոց օդանավականի կողմից սպասարկման համար սահմանված բարձր սակագինն է։ Ավելի ուշ Արմավիա ընկերությունը վերսկսել է չվերթները։ Այսօր առավոտվանից Արմավյան դադարեցրել էր չվերթները Երևանից Մոսկվա եւ Ռոստով, ինչը հասարակ ուղևորների համար ուղղակի սառը ցնցուղի պես մի բան էր եղել։ Արմավիա ընկերության ներկայացուցիչը նման քայլը հետեւյալ կերպ է պատճառաբանում։ Авиакомпания «Армавия» объявила во вторник. Արմավիա ընկերությունը դադարեցրել է չվերթների սպասարկումը Զվարթնոց օդանավակայանի կողմից սպասարկման գների բարձրացման կապակցությամբ։ Հաջորդ երեքշաբթի օրը երկու ընկերությունների ներկայացուցիչները հանդիպելու են։ Այդ օրը պարզ կլինի պատրաստ է Զվարթնոց օդանավակայանը փոխսիչումների գնալ սակագնի վերաբերյալ, թե ոչ։ Այս կապակցությամբ պարզաբանումներ է ներկայացրել նաև Զվարթնոց ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։ Սակագնային փոփոխություն վերջին այս քանի օրերին չի եղել։ Սակագնային փոփոխություն եղել է փետրվարի սկզբին։ Դա եղել է ոչ թե սակագնային փոփոխություն, դա եղել է ուղևորների սպասարկման գումարը 2 եվրո բարձրացել է։ Այդ դա նախատեսված է կառավարության հետ համաձայնությամբ։ Գևորգ Աբրահամյանը նշում է, որ չվերթների դադարեցման պատճառը Ռոսավիացիա ընկերության նկատմամբ Արմավիայի ունեցած պարտքն է, ինչի մասին ի դեպ հայտնում է նույն այդ ընկերությունը իր պաշտոնական հայտարարության մեջ։ Արմավիա ընկերությանը առաջին անգամ չէ, որ զգուշացվում է պարտքերը մարելու մասին։ Արմավիան չի արձագանքել մեր զգուշացումներին եւ մենք արգելել ենք ընկերության ինքնաթիռների մուտքը Ռուսաստանի օդային տարածք։ Մարտի 6-ին ժամը 12:02-ին Արմավիա ընկերությունը երաշխիքային նամակ է ուղարկել մեր ընկերությանը առայն, որ մինչև մարտի 20-ը մարելու է պարտքի մի մասը, որը կազմում է $178,000։ Հաշվի առնելով ընկերության ներկայացրած երաշխիքները, մենք թույլատրել ենք ինքնաթիռների մուտքը Ռուսաստանի օդային տարածք։ Արմավիայի ներկայացուցիչը հավանաբար տեղյակ չէր Ռոսավիացիայի տարածած հայտարարությանը, քանի որ համառորեն շարունակում էր պնդել իր տեսակետը։ Больше никаких причин. Ռոսավիացիա ընկերության հետ մենք խնդիրներ չունենք։ Չվերթների դադարեցման միակ պատճառը Զվարթնոց օդանավակայանի կատարած գնային փոփոխություններն են։ Մինչև մարտի 20-ը մնացել են հաշված օրեր եւ Արմավիա ընկերությունը պետք է միջոցներ հայթայթի պարտքը մարելու համար։ Հակառակ դեպքում ազգային փոխադրողը սեփական ազգակիցներին կարող է եւս մեկ անգամ թողնել ճամպրուկները ձեռքներին Շիվար օդանավակայանում կանգնած։ Գևորգ Խաչատրյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։
Այսօր ապամոնտաժման են ենթարկվել Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կայարանի մատույցում գտնվող ստորգետնյա անցումում տեղակայված կրպակները։ Կրպակների ապամոնտաժումը առաջացրել է տարածքը վարձակալողների դժգոհությունը։ Թեմայի մասին առավել մանրամասն տեսանյութում։ Երիտասարդականի հայտնի անցումն է 1998-99 թվականներից վարձակալության հիմունքով եւ որոշակի պայմաններով տարածքները տրամադրվել է այս մարդկանց։ Վստահեցնում են, որ ամեն տարի պայմանագիրը երկարացրել են, հարկերը ժամանակին վճարել եւ պահել իրենց ընտանիքը։ Չէին էլ մտածում, որ ապամոնտաժման իրենց հերթն է հասնելու։ Հանկարծ գալիս է մեկը ներկայանում է որպես սեփականատեր ու իմ դեմ այնպեսի 10 անգամ ավելի արենդավարձա դնում, որ տարածքս 350-ից 400 քառակուսի մետր է, ես չեմ կարողանում աշխատել։ Պարզվում է տարածքները աճուրդի են հանվել եւ երրորդ ընկերությանը հանձնվել առանց վարձակալողների տեղեկության։ Քաղաքապետարանի աշխատակիցները իրենց գույքը տեղից հանելու եւ տարածքն ազատելու համար վարձակալողներին կարճ ժամանակ տվեցին։ Դրանք անհիմն մեղադրանքներ են, աճուրդը կատարվել է, անցկացվել է օրենքի բոլոր պահանջների խստիվ պահպանությամբ։ Այսքանը ներողություն գնացինք մենք, ստեսություն ձեզ։ 17 կրպակներից 10-ն արդեն տեղահանվել են, 6 կրպակների հարցը գտնվում է դատական վարույթում։ Գետնանցումի բոլոր կրպակներին սպասվում է նույն ճակատագիրը։ 140,000 փոխհատուցում են ուզում տան ամեն քառակուսի մետրի համար։ Ես կարծում եմ, դա ուղղակի սահմանել ինքնաթիռի տոմսը իմ ընտանիքով բացակայելու համար Հայաստանից։ Ես նախապես հիշեցնում եմ, որ ես չեմ ուզում բացակայեմ ու չեմ էլ բացակայելու։ Այդ գումարները ինձ պետք, եթե իրանք շատ գումարներ ունեն, թող պահեն իրենց, ես էլ մասնակցելու եմ ծրագրին, ես եմ անձամբ ներդնելու իմ գումարը, որ այստեղ տեղ ունենա մեկի։ Կրպակատերերի տեղեկացմամբ տարածքը վարձակալած երրորդ ընկերությունը $10 միլիոն ներդրում է կատարել նախագիծը կյանքի կոչելու համար։ Դրանից հետո նույն վայրում տարածք վարձակալելը կարժենա 3-4 անգամ ավելի թանկ։ Ես օրինավոր քաղաքացի եմ, օրենքի լրիվ ամենայն խստությամբ հարկվում եմ, հարկ եմ տալիս պետությանը, ուզում եմ նորից շարունակությունս գտնեմ մեր երկրում։ Ստորգետնյա անցումում գտնվող այս կրպակները հանդիսանում են բազմաթիվ ընտանիքների եւ թոշակառուների եկամտի միակ աղբյուրը։ Աշխատողից մնացել 2-ը։ Այսօր ես որտեղ գնամ նոր կյանք սկսեմ, նոր աշխատանք փնտրեմ, կամ կա աշխատանք, որ լինել ինձով այս տարիքից ընդունում աշխատանքի։ Քննարկումներին ներկա էր նաև ազգային ժողովի падգամավոր Ստյոպա Սաֆարյանը։ Այս պահի բարձրեմ, հաստատի մի հատվածը սեփականության իրավունքով է փոխանցել քաղաքապետարանը, օտարելով մյուս հատվածը, որը 25 տարուց ավել է վարձակալության տրված է քաղաքացիներին, դա նույնպես տրվել է այդ ծրագիրը իրականացնելու համար։ Եվ վարձակալողներն իրենց իրավունքները պաշտպանելու համար պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, նստացույցից մինչև Եվրոդատարան։ Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Կանանց միամսյակին զուգահեռ ջրի երկշաբաթյակ։ Ջրին եւ ջրային ռեսուրսներին առնչվող խնդիրների վերհանումը Հայաստանում մեկնարկել է այսօր, իսկ ավարտվելու է մարտի 22-ին ջրի համաշխարհային օրը։ ՄԱԿ-ի որոշմամբ 93 թվականից նշվող այս օրը կտոնվի նաեւ Հայաստանում։ Եվ եթե կանանց միամսյակին ծաղիկների գներն են բարձրանում, ջրի հաջորդ տոնը հնարավոր է դիմավորենք նոր սակագնով։ Ջրի ճամփա դարձած հերթական թանկացման նախադրյալները եւ ջրի գալիք տոնը Էպիկենտրոնի ուշադրության կենտրոնում է։ Օրական 2.5 լիտր ջուր միայն խմում ենք, բայց մասնագետները հաշվել են ու հասկացել, օրական 3000 լիտր ջուր ենք սպառում։ Սրա մեծ մասը վիրտուալ ջուր կոչվածն է։ Մեր սպառած ցանկացած սնունդի համար ջուր է անհրաժեշտ։ Մի հատ լոլիկ աճեցնելու համար 16 լիտր ջուր է պետք, եթե մի հատ լոլիկ ես ուտում, այդ 16 լիտր ջուր ես օգտագործում։ Սկսած եթե ուտում ես մի հատ բուտերբրոդ կամ համբուրգեր, 4500 լիտր։ Հայաստանի ջրային ռեսուրսները հետնապահների ցանկում չեն, բայց պահպանման ու ճիշտ կառավարման խնդիր կա։ Ջրի բերածը ջուրն էլ տանում է հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ոռոգումն արդյունավետ չի իրականացվում։ Կեղտաջրերն օրինակ մաքրվում են խմելու ջրի աստիճանի, այնինչ այդ ջուրը պարունակում է հողի համար օգտակար ազոտ եւ ֆոսֆոր, ոռոգում իրականացնելու համար իդեալական կլինի։ Վատ կառավարում ունենք։ Եթե մենք կարողանանք մեր ջրային ռեսուրսները կառավարել, լավ կառավարել, ուրեմն մենք մեր բոլոր բնագավառներում մեր ջրային ռեսուրսները կբավարարեն։ Սպառողների շրջանում կառավարման համակարգից դժգոհությունն ու բողոքի ալիք է բարձրացրել խմելու ջրի նոր թանկացման մասին լուրը։ Ջրի գին ներժանության հոմանիշ որակող արտահայտությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ Ջուրը թանկանալու է։ Երևան ջուր ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի սակագինը մոտ 2 դրամով բարձրացնելու համար։ Երևան ջուրը պարզաբանում է թանկացումը կամայական չէ, նոր գինը 4 գործոնի ազդեցությամբ է ձևավորվում։ Դա մանրածախ
ջրի վաճառքի ծավալն է, դա սղաճն է, դա եվրոդրամ փոխարժեքն է եւ էլեկտրաէներգիայի սակագինն է։ Մասնագետը հաշվարկում է միջինում մեզանից յուրաքանչյուրը ամսական 3 խորանարդ լիտր սպառած ջրի համար է վճարում։ Մեր գրպանին թանկացումը կհարվածի ամսական 6, տարեկան 72 դրամով։ Իսկ Երևան ջրի համար օգուտը կլորիկ է, տարեկան 60 միլիոն խորանարդ ջուր է վաճառում, թանկացումն անգամ 2 դրամով կհանգեցնի 120 միլիոն դրամ հավելյալ միջոցների։ Սղաճի հետ պայմանավորված եւ պոմպերն են թանկանում, եւ խողովակները, եւ վառելիքը, ամեն ինչն էլ թանկանում է, ինչով որ մենք շահագործում ենք կամ մեր աշխատանքները իրականացնում ենք։ Երևան ջուրը մեզ սպասարկում է կառավարության հետ կնքած 10 տարվա պայմանագրի հիման վրա։ Փաստաթուղթը նախատեսում էր 2009-ից սակագնային կորի իջեցում։ Միայն թե նույն պայմանագրով 4 գործոնների ազդեցությամբ գնի բարձրացում նույնպես թույլատրվում է։ Երևանն այն բացառիկ քաղաքներից է, որտեղ ջրային ռեսուրսների կորուստը գերազանցում է 80%-ը։ Հիմնական պատճառը գաղտնի վթարներն են, բայց նախորդ տարիների համեմատ ջրի կորուստը զգալի նվազել է։ Եթե մենք 2008 եւ 2012 թվականի հունվար ամիսները համեմատում ենք իրար հետ, մենք 20% աղբյուրից պակաս ջուր ենք վերցրել եւ 28% ավելի շատ ջրամատակարարում ենք իրականացրել։ Ինչպես դա կարելի է բացատրել, ասենք, քիչ վերցնելով եւ շատ տալով։ Ինչպես է դա բացատրվում։ Դա բացատրվում է միանշանակ կորուստի նվազեցման։ Հաշվարկը կատարվում է միավոր ժամանակում, քանի որ նախկին 17-ժամյա եւ այժմյան 23-ժամյա ջրամատակարարման ընթացքում վատնած ջրի քանակը համեմատելը ճիշտ չէ։ Մայիսի վերջին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը։ Երևան ջուր ընկերության հաշվարկը հաստատելու դեպքում ջրի սակագինը ներկայիս 174 դրամ 6 լումայի փոխարեն կկազմի 176 դրամ 8 լումա։ Մինչ այդ դեռ ժամանակ կա մարտի 22-ը ջրի տոնը նշել էժան սակագնով։ Տաթև Դանիելյան, Մելիք Ղարիբյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Տարածաշրջանային եւ միջազգային լրահոսից ուշագրավի մասին։ Ավստրալիական տուրիստական կայքերից մեկի հրապարակած տվյալների համաձայն աշխարհի ամենատգեղ քաղաքների ցանկը գլխավորում է Սումգայիթը։ Վերջինիս վերաբերմամբ կայքը գրում է. Սումգայիթը մեծությամբ Ադրբեջանի երրորդ քաղաքն է։ Կասպից ծովի ափին խորհրդային շրջանում կառուցված այս քաղաքը պետք է կուրորտային կենտրոն դառնար, սակայն այն վերածվեց քիմիական գործարաններով գերհագեցած կեղտոտ արդյունաբերական կենտրոնի։ Քաղաքի այսպես կոչված տեսարժան վայրերից մեկը մանկական գերեզմանոցն է, որտեղ թաղված են շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով ֆիզիկական թերություններով եւ հոգեկան խանգարումներով ծնված հազարավոր երեխաներ։ Ավստրալիական կայքի սև տասնյակում Սումգայիթից զատ տեղ են գտել նաեւ Գվատեմալայի Գվատեմալա քաղաքը, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադը, Մոլդովայի Չիսնաու, Պերուի Լա Ուրայո, Մյանմայի Նեյպիդո եւ Պարագվայի Սյուդադ դել Էստե քաղաքները։ Բաքվում կայացել է Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո Միխայիլ Սահակաշվիլին եւ Իլհամ Ալիևը առանձնացել են դռնփակ բանակցություններ անցկացնելու։ Կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացմամբ։ Պետությունների ղեկավարները ընդգծել են երկկողմ այցերի նշանակությունը հետագա համագործակցության ամրապնդման համար։ Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, հաղորդում է Գրուզիա օնլայնը։ Այսօր մարտի 6-ին մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա այցը Ադրբեջան։ Նախատեսված են նաեւ հանդիպումներ ընդլայնված կազմով։ Սաակաշվիլին Ալիևի ուղեկցությամբ կայցելի Հեյդար Ալիևի հիմնադրամ։ Անկարան ծանրութ հետևեանում Ստամբուլում անցկացվելիք Սիրիայի բարեկամների համաժողովին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժուպեին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը։ Ընդդիման խոսների կողմից բերվող փաստարկն է, որ նախագահ Սարկոզին իր կառավարությունը կարգադրել է հայոց ցեղասպանության առնչվող նոր օրինագիծ մշակել։ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից մամուլին տեղեկացրել են, որ եթե անգամ արտգործնախարարին հրավիրելու համաձայնություն լինի, նախագահ Սարկոզին համաժողովին հաստատ չի հրավիրվելու։ Հունաստանի կառավարության խոսնակ Ստեփանուն Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղշի հյուսիսային Կիպրոսի բռնակցման մասին հայտարարությունը սպառնալիք է որակել եւ միջազգային հանրությանը կոչ արել, ճնշել եւ ստիպել Թուրքիային հարգել Եվրամիության որոշումները։ Այդ հայտարարությունը ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական մոտեցումը Կիպրոսի հարցի լուծման հարցում։ Կիպրոսի պառակտումը ոչ Կիպրոսի հույների, ոչ էլ թուրքերի համար լուծում չէ, իսկ Թուրքիային միանալու մասին հայտարարությունները հակասում են Եվրամիության որոշումներին, հայտարարել է Ստեփանուն։ Պրահայում երեկ ավարտվել է Եվրամիության հանձնակատարների եւ Վիշեհրադի քարյակի հանդիպումը արևելյան գործընկերության երկրների, այդ թվում Հայաստանի արտգործնախարարի հետ։ Քարյակը Վիշեհրադի միջազգային հիմնադրամի շրջանակներում նոր ծրագիր է ազդարարել, որով արևելյան գործընկեր երկրներում քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ են իրականացվելու։ 4 երկրները այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական ներդրումներ են խոստացել։ Վիշեհրադի քարյակը Լեհաստանը, Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան կողմնակից է, որպեսզի արևելաեվրոպական 6 երկրները ի վերջո անդամակցեն Եվրամիությանը։
Հետընտրական կրքերը Ռուսաստանում թեժանում են։ Պուշկինի հրապարակում 3 երեկոյան ձերբակալվել է մոտ 250 ցուցարար։ Այսօր արդեն ցույցի կազմակերպիչները հերքել են տեղեկատվություն այն մասին, թե ցուցարարներին կարգադրվել է գիշերել Պուշկինի հրապարակում։ Վերջիններիս հավաստմամբ նախապես ծրագրվել էր ցույցը անցկացնել սահմանում։ Օրենքի սահմանում ավելի հուշ հաղորդվել է, որ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել։ Միացյալ Նահանգների սենատորները Սիրիայի նկատմամբ անհանդուրժողաբար են տրամադրված։ Սենատոր Ջոն Մքեյնը օրինակ 3 կոչ արել օդային հարձակում սկսել Սիրիայի դեմ։ Դրանից ժամեր անց նախագահ Բարակ Օբամայի գրասենյակից հաղորդել են, որ համաձայն չեն սենատորի մեկնաբանությունների հետ։ Օբամայի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ իրենք թեպետ հակասում են սենատորի անհանգստությունները, սակայն հասկանում են անհանգստությունները, սակայն մտավախություններ կան, որ ռազմական միջամտությունը ել ավելի կխորացնի հակամարտությունը եւ կբադարացնի մարդկանց վիճակը երկրում։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում անցնող գիշեր Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները միշտ Իսրայելի թիկունքին է, բայց հավելել է, որ Իրանի դեմ պայքարի դիվանագիտական միջոցները դեռ չեն սպառվել։ Միջազգային հանրությունը եւ առաջին հերթին Իրանի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Իսրայելը մտավախություն ունեն, թե Իրանը միջուկային զենք է ուզում ստեղծել։ Իսկ Միացյալ Նահանգները կամենում է կանխել Իսրայելի սեփական նախաձեռնությամբ իրականացվելիք գրոհը Իրանի վրա։ Այսօր ավելի ուշ Եվրամիությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանը, Ռուսաստանը եւ եվրոպական առանցքային երկրները առարկել են Իրանի հետ վերսկսել բանակցությունների իր միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլում զինանոցի պայթյունի հետևանքով 200 մարդ զոհվել է, մոտ 1500 մարդ վնասվածք է ստացել։ Վիրավորներից շատերի դրությունը ծանր է գնահատվում։ Թաղամասը, որտեղ գտնվում է զինանոցը, ականատեսների վկայությամբ ավերվել է։ Հիշեցնենք, որ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի ռազմակայանում մարտի 4-ին տեղի էր ունեցել հզոր պայթյունների շարք, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել, որն էլ անցել էր ռազմակայանի հարևան շենքերին։ Բրազավիլի արևելյան մասի շատ բնակիչներ փախել են իրենց տներից։ Կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը։ Նիստը այսօր հետաձգվել է ամբաստանյալ Արմեն Պողոսյանի փաստաբան Արայիկ Արվանդյանի դատարան չներկայանալու պատճառով։ Արմեն Պողոսյանը նշել է, որ հաջորդ դատական նիստում Արայիկ Արվանդյանի փոխարեն իր շահերը պաշտպանելու է Հայկ Ալումյանը, սակայն նյութերին ծանոթանալու համար վերջինիս ժամանակ է անհրաժեշտ։ Արմեն Պողոսյանը դատական նիստը հետաձգելու խնդրանքով միջնորդություն է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանի գործով մեղադրվում են նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության նախկին ավագ քննիչ Բահան Խանզադյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով Հովհաննես Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը եւ երկրորդ մասով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Բահան Խանզադյանին եւ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով։ Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու մարտի 14-ին։ Մեղադրողը գտնում է, որ այս բարի դրությամբ ամբաստանյալը ցանկացություն հայտնում որ անպայման պաշտպան ունենալ, պաշտպանը չներկայանալ հայկական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով սահմանված դատական նիստը հետաձգելու հիմք է, գտնում եմ, որ դատարանը հաջորդ դատական նիստին պետք է ծանոթի ինչպես Արայիկ Արվանդյանին, այնպես էլ Հայկ Ալումյանին, որպեսզի դատական նիստում պարզվի պաշտպանի փոխարինման հետ կապված խնդիրները եւ նոր պաշտպանի ներգրավման հարցը լուծվի։ Արդարադատության նախարարությանն ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում մարտի 2-ին ժամը 12-ի սահմաններում օպերատիվ ծառայողների կողմից նախապատրաստական փուլում կանխվել է 5 ցմահ դատապարտյալի փախուստի փորձը։ Ու Բարաշեն քրեակատարողական հիմնարկում նշանակվել է ծառայողական քննություն իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների շրջանակը պարզելու նպատակով։ Փաստի արդիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է հետաքննություն։ Քննության շահերից ելնելով դեպքի մանրամասները չեն հրապարակվում։ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2011 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության շուրջ 650 դեպք է հայտնաբերվել։ Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները օրերս հերթական բացահայտումներ են արել։ Ձեռնարկատիրական գործունեության անօրինականության հանգամանքները պարզելու նպատակով հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի գործող կահույքի արտադրամաս։ Երևանի մեկ այլ բնակիչ էլ առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառելու ավտոտնակը թիթեղյա իրերի
գների պատրաստման կետի է վերածել։ Իսկ Սևանի փակուղի մեկ հասցեում բաժնի աշխատակիցները հայտնաբերել են փայտամշակման արտադրամաս կրկին առանց պետական գրանցման։ Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները օրերս նաև անօրինական գործող ատամնաբուժարան են հայտնաբերել։ Պարզվել է, որ անհատ ձեռներեցը չունենալով ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու համապատասխան լիցենզիա, Երևանի Նորագավիթ առաջին փողոցի 54 կոտորակ 1 տանը ատամնաբուժական ծառայություն էր մատուցում։ Հայտնաբերված բոլոր դեպքերով էլ պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է։ Անգլերեն դասավանդող հայ ուսուցիչները այս տարի առաջին անգամ մասնակցել են բրիտանական խորհրդի կազմակերպած ամենամյա մրցույթին՝ Բլոգաթոնին։ Հայ ուսուցիչների նորամուտը նշանավորվել է հաղթանակով։ Նրանք վաստակել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։ Մրցույթի նպատակը լեզվի դասավանդման նորարարական մեթոդների տիրապետող անգլերենի ուսուցիչների համախմբումն է։ Բլոգաթոնին մասնակցելու համար հայտագրվել է ավելի քան 200 ուսուցիչ։ Հայաստանից զատ մասնակից երկրների ցանկում են Ռուսաստանը, Թուրքիան, Վրաստանը, Խորվաթիան և Իսրայելը։ Բլոգաթոնը միկրոմիջավայր է, որի միջոցով 6 երկրների 200 ուսուցիչներ 1 ամսվա ընթացքում փոխանակում են անգլերենի դասավանդման իրենց փորձն ու մոտեցումները, կազմակերպում քննարկումներ այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ինչպես զարգացնել աշակերտի բանավոր խոսքն ու բառապաշարը, ինչ մեթոդներ կիրառել անգլերենն առավել արագ ու արդյունավետ սովորեցնելու համար։ Նորարարական մեթոդների կիրառմամբ ու մտքի ճկունությամբ այս տարի աչքի են ընկել հայ ուսուցիչները։ Մեր ուսուցիչների մեջ շատ ուժեղ ուսուցիչներ կան, ոչ թե մեր մասին ինչ-որ վատ կարծիք ունեն կամ լավ կարծիք ունեն, պարզապես չգիտեն մեր մասին։ Աննա Կոնվեյը բլոգաթոնի ոսկե մեդալակիրն է։ Բլոգերից մեկով առաջարկել էր անգլերենի դասավանդման գործընթացը հագեցնել խաղերով։ Այս առաջարկը քննարկման մեծ ալիք էր բարձրացրել մասնակիցների շրջանում։ Զուսպ են եղել սակայն թուրքերը։ Աջակցող են, եթե տեսնում են, որ ինչ որ մեկի բլոգում, ասենք, կոմենտ չկա, իրանք միանում են կոմենտներ էին անում։ Պետք է պահպանել մրցույթի անգամ աննշան կանոնները։ Բրիտանական ազգանվան հայուհու խորհուրդն ուղղված է այն ուսուցիչներին, ովքեր պատրաստվում են մասնակցել բլոգաթոնին։ Իսկ հայերիս հաղթանակի այս տարվա գրավականներից մեկը հետևողականությունն է եղել։ Նույնիսկ գիտեմ Խորվաթիայի ուսուցչուհի, որը շատ ուժեղ մասնագետ է ու շատ վաղուց դասավանդում է, բայց ինքը գրավեց 3-րդ տեղը Խորվաթիայում։ Այն պատճառով, որ իր բլոգերը մոտ 300-350 բառ էին։ Անընդհատ կրնկակող հետևել ենք բոլոր նյութերին։ Այս կերպ հայ ազգի 4 ուսուցիչներին հաջողվեց գրավել պատվավոր 3 հորիզոնականներ, նկատում է բլոգաթոնի արծաթե մեդալակիրը։ Դանիել Վարուժանի անվան դպրոցի համար հաղթանակը սպասելի էր։ Դեռ 2011-ին Լիլիթն արժանացել է տարվա լավագույնի կոչմանը։ Արժանի ուսուցիչ, արժանի աշակերտներ Միս Մարտիրոսյանը մրցույթի արդյունքում ձեռք բերած գիտելիքները կիրառում է նաև դասարանում։ Ինքն էլ բլոգում հանդես է եկել հայ դպրոցներում կիրառելի մեթոդներով։ Օրինակ առաջարկել է դասարաններում ամիսը 1 անգլերենի բաց դասեր կազմակերպել։ Աքսանան Ռուսաստանից գրել է, շատ շնորհակալ եմ ձեր առաջարկի համար։ Անշուշտ կօգտագործենք մեր դպրոցում։ Ես ինքս սովորում եմ եւ չեմ կարծում, որ կանգ առնեմ սովորել։ Գիտելիքի արժեքը գիտակցող ուսուցչուհին կանգ չի առնելու հանուն իր աշակերտների արդյունավետ կրթության հետաքրքրվում է դասավանդման նորարարական մեթոդներով, որոնք արդեն իսկ կիրառելի են ամբողջ աշխարհում։ Աշխարհում անգլերենի լավագույն դասավանդողները բրիտանացիներն ու ամերիկացիներն են, հայերից դեռ չեն պատկերացնում այս կարգավիճակում։ Սակայն Գլազգոյում կանալիք ուսուցիչների գիտաժողովին մասնակցելու հրավեր ստացած հայուհին պատրաստվում է փոխել աշխարհում հայ ուսուցիչների վերաբերյալ ձևավորված կարծրատիպը։ Լուսինե Մուրադյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Այսքանով էլ եզրափակում ենք այսօրվա մեր աշխատանքը։ Ցտեսություն։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։ Միմյանց օգնելը անհրաժեշտ է։ Մենք հաճախ ենք սատարում ուրիշներին։ Երբեմն նույնիսկ չգիտակցելով։ Որովհետև մեզ համար դա բնական է։ Դա մեր աշխատանքն է։ Ռոսգոստրախ Արմենիա, շուկայի բացարձակ առաջատար, ապացուցված է։